Ժողովրդի տեղեկություններով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում սպասվող կադրային փոփոխությունները չեն սահմանափակվելու միայն մեկ պաշտոնյայով։ Փաշինյանը դժգոհ է նաև ՏԿ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի աշխատանքից և քննարկվում է վերջինիս պաշտոնից ազատելու հարցը։ Արմեն Սիմոնյանը համակարգում է նախարարության առանցքային ուղղություններից մի քանիսը՝ տրանսպորտի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտները, սակայն նրա աշխատանքը կառավարության ղեկավարի գնահատմամբ չի արդարացրել սպասումները։ Նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև նախարարի մյուս տեղակալները, ամենայն հավանականությամբ կվերանշանակվեն իրենց պաշտոններում և կշարունակեն պաշտոնավարել նոր ձևավորվող կառավարությունում։ Հրապարակը գրում է. ձկնաբուծությամբ զբաղվողները կառավարության շենքի դիմաց 3 բողոքի ցույց էին անում։ Նպատակը կառավարությանը դրդելն է, որպեսզի այն աջակցի բողոքավորներին ձկան արտահանման հարցում։ Իսկ դրա նախորդ օրը էկոնոմիկայի նախարար Պապոյանը նկարվել էր կեսրոպեանոց քարոզչական տեսահոլովակում, որում ասվում էր, որ Եվրամիությունն այդ հարցում տվել է բոլոր թույլտվությունները։ Հայաստանի կառավարությունն էլ ընդունել է համապատասխան ընթացակարգերը։ Ենթադրվում է, որ դա հերթական իմիտացիան է, որովհետև եթե նախարարը ճիշտ լիներ, ձկնաբույծները բողոքան փոխարեն իրենց գործով կզբաղվեին։ Որպեսզի Նիկոլենք վատ չզգան, սա էլ ընդունենք որպես հայկական աբսուրդի դրսևորում։ Նախարար Պապոյանը Facebook-ում գրառում է անում, որ հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է 7654 տոննա ծիրան, ավելի քան 380 մեծ բեռնատար։ Հարց. ինչու նշված չէ բեռնատարների ճշգրիտ քանակը, եթե 7,6 տոննայի համար բավարար է հենց 380-ը։ Բեռնատարների տարողությունը կազմում է հենց 20-ից 24 տոննա։ Արտահանման աշխարհագրությունն ըստ գրառման շատ լայն է, բայց Իսպանիա արտահանում չի եղել։ Չնայած իսպանահայ համայնքը նախորդ օրը հայտնել էր, որ Իսպանիա հասած ծիրանն ամբողջովին փչացած է եղել։ Այդ առումով ունենք 3 տարբերակ. կամ նախարարը տեղյակ չի դեպի Իսպանիա արտահանման փորձից, կամ այդ փորձն արտահանում չի համարում հաշվի առնելով ծիրանի փչանալը, կամ էլ իսպանահայ համայնքը ստում է։ Իսկ գուցե համայնքը չի ստել եւ իրենց արձանագրած ֆուռը հենց մեկն էր այդ ավելի քան 380-ից։ Ոգևորված սեփական գրառումից վերջինս սարկազմով ավելացնում է, թե նաեւ դեպի Պորտուգալիա արտահանում չունենք, հետեւաբար առաջարկում եմ, որ ընդդիմադիր մամուլը այսօր էլ մի մեքենա դեպի Պորտուգալիա արտահանված ծիրան փչացնի։ Նախարարը երևի տեղյակ չի, որ ընդդիմադիր մամուլն ի տարբերություն ԿՊԱ-մերձ մամուլի նորություններ չի հորինում, քանի որ թիկունքին իշխանություն չունի, որպեսզի իրեն պաշտպանված կա։ Սա էլ գումարած կստանանք աբսուրդի հայկական թատրոն։ Ժողովուրդը գրում է. նոր գումարման ազգային ժողովում Գուրգեն Մելքոնյանը չի լինի։ Պատգամավոր դառնալուց հետո Գուրգեն Մելքոնյանի անշարժ գույքի քանակը մնացել է անփոփոխ, սակայն կտրուկ աճել են նրա պաշտոնական եկամուտները, տարեկան մոտ 6 միլիոնից հասնելով 13,4 միլիոն դրամի։ Միևնույն ժամանակ նրա մոտ եղած տասնյակ միլիոնների հասնող կանխիկ դրամական միջոցները տարիների ընթացքում զգալիորեն նվազել են, վերածվելով բանկային ավանդների եւ այլ ծախսերի։ Գուրգեն Մելքոնյանը 2021 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել էր 2 անշարժ գույք՝ Երևանում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք էր բերվել 1997 թվականին, Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքում հողամաս, նաև 22 միլիոն դրամ կանխիկ միջոց։ Այդ ժամանակ նա չէր հայտարարագրել մեքենա, արժեթղթեր, ներդրումներ կամ ընկերություններում մասնակցություն։ 2022 թվականին Մելքոնյանի հայտարարագրում արդեն առկային 5 անշարժ գույք։ Եթե 2021 թվականին նա հայտարարագրել էր 22-ից 25 միլիոն դրամ կանխիկ միջոցներ, ապա 2025-ին նրա ակտիվների հիմնական մասը կազմել են նախկինում ձեռք բերված 5 անշարժ գույքերը, բանկային միջոցները։ Ժողովուրդ թերթի բացառիկ տեղեկություններով ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար պաշտոնում նախատեսվում է նշանակել Դավիթ Համբարյանին։ Ով է նա։ Համբարյանն ունի պետական կառավարման տեղական ինքնակառավարման, կրթության եւ մասնավոր հատվածում կառավարման փորձ։ Նրա աշխատանքային ուղին սկսվել է դեռ 2002 թվականին նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնում որպես առաջին կարգի մասնագետ։ Այնուհետև 2004-ից 2007 թվականներին աշխատել է նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես առաջատար մասնագետ։ 2015-ից 16 թվականներին ղեկավարել է Օրանժ Արմենիայի եւ Յուքոմի միավորման գործընթացը, իսկ 16-ից 17 թվականներին ղեկավարել է Յուքոմի մարքեթինգային եւ հաղորդակցության գործընթացները։ 2017-ից 2020 թվականներին եղել է Դասավանդիր Հայաստան կրթական հիմնադրամի հավաքագրման եւ ընտրության գծով տնօրեն։ Պետական կառավարման համակարգ է վերադարձել 2020 թվականին, նշանակվելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև գլխավոր քարտուղար։ 2022 թվականին նշանակվել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ 2023-ի հունվարի 9-ից զբաղեցնում է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։